Ամեն Շատ լավ, այսօր պիտի չի վերջանանք, բայց կմոտենանք վերջանալու ասնիքին, որ ուխտաթրջություն, վերջին ուխտաթրջությունը ասինք եւ քանի շաբաթներ է գսերդենք, անշուշտ ասինք թե ինչ է ուխտաթրջությունը, հետո անցանք գեդերու վրայեն, անցնող 2-3 շաբաթները, թե ինչպես ստադանան պիտի մտնե եկեղեցիներու մեջ եւ գամած եկեղեցին պիտի շեղի իր ուխտեն, որ ունի Քրիստոսի հետ, նոր կդագարանի նոր ուխտը, Քրիստոսի արյունով փրկվածը լալը մարդոց եւ 4 գեդեր մեջտեղ բերինք, ասենք թե պիտի ըլլա գորխի հագարագությունը, որ մարդիկ պիտի մերժեն Աստուծո իշխանությունը, հետո խոսեցանք Գայենի ջամփուն մասին, որ Գայենը փորձեց իր կորձերով արդարանալ եւ մարդիկ պիտի մերժեն Աստուծո շնորհքը։ Անգևերջը խոսեցանք Փաղամի վարդապետության մասին, որ մեզի ցույց է ինչպես մարդիկ պիտի մերժեն Աստուծո չափանիշները եւ վերջինը անցյալ չորեքշաբթի խոսեցանք հեզապելի մասին, հեզապելը, որ ինչպես պիտի մարդոց խապե եւ մարդոց պիտի առաջնորդե Աստուծո ողջամիտ վարդապետությունը մերժել եւ սխալ բաներու յետևեն երթալ։ Եվ այսօր փուն համարը, որ քանի շաբաթներ է կսերդենք միասին, մեր նույնին գետրոնական համարն է, անոր մասին պիտի սկսենք, անով պիտի սկսենք եւ նայն թե ինչ կապ ունի այսօրերս այս համարը այսօրերուն հետ։ Եվ համարը, որ մենք սադած էինք, փուն այս նույնին հետ կապած, երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3-ն է, որ գսե ոչ մեկը թող խապեց ցեզ, որևէ գերբով, որովհետև այդ օրը պիտի չկա, եթե նախ չկա ուխտաթրջումը ու չհայտնվի մեղքի մարդը, գորուստի որդին։ Ոստեղը անգլերենով falling away գսե, ինալ մգա, եւ ուխտաթրջում բարը հայերեն, որ գործած է շատ գեղեցիկ է, որ նաև կապված է apostasy բարին հետը, եւ այս բարը հասկանալու համար պետք է նայենք, թե ինչ կսե այս բարին ոսկորձածությունը, ինչ կապ ունի մեզի հետ, վերջին օրերու հետ, ադիգա հասկանալու համար պետք է մեկ համար առաջ երթանք, քիչ առաջ, քիչ վերջ եւ տեսնենք, թե ինչ կոնտեքստի մեջ իրարու հետ ինչպես կգաբին այս համարները եւ ավելի մեր հասկացողությունը լման ըլլա։ Ուրեմն կգարտանք, որ այս ժամանակ այս խոսքը, որ Պողոս Արաքյալը գրե Թեսաղոնիկեցիներուն, այս ժամանակ սխալ ուսուցմունքներ կային, առաջին երկու համարներ մեջ կգարտանք կսե, կթախանցենք ձեզ եղբայրներ, դեր մեր դերոջ Հիսուս Քրիստոսի քալուստին եւ անոր քով մեր հավատվելուն մասին, որ շուտով չսարսիկ ձեր մտքին մեջ ու չվրդովիկ ոչ հոգիով, ոչ խոսքով, ոչ ալնամակով, իբր թե մեզ մեկրված, որպես թե Քրիստոսի օրը եկած հասած լա։ Ուրեմն այս ուսուցմունքը, որ գար այնադեն, այս սխալ ուսուցիչները ասենք, որ եկեղեցի մեջ մտած էին, կբացատրեին ասելով, թե հարությունը արդեն եղած է։ Ինչ էր իրենց հիմքը բացատրության, որովհետև երբ որ Հիսուս հարություն արավ, շատեր հարություն արին կգարտանք, ուրեմն գսեն, թե հարությունը անցած է եւ վերջացած է եւ մարդոց ծեվում հուսահատության կմատնեին։ Երկրորդ Տիմոթեոս 2:18-ի մեջ ագսել կբացատրե, թե ինչ կլար կբադայր այնադեն գսե, որոնք վրիբած են ճշմարտութեն, ասելով, թե մերելներուն հարությունը արդեն եղած է եւ կգործանեն անոնց հավատքը։ Երևակայեցեք, եթե մերելներու հարություն չի գա, մեր գիշեք զատկվա պատկամս, մեր հավատքը
անիմաստ է, ունայն է, և մենք ոչ մեկ հույս ունենք, ոչ մեկ բան, որ գահավատանք ճշմարիտ է, ամենը բարապ է, և ճիշտ այս բանը կբադահեր այս տեսաղունիությունը, որովհետև այս ուսուցիչները սկսորվեցնեն, որ մերելները հարություն արած են, վերջացած է, ասկե վերջը հարություն չի գա, և մենք շատ լավ գիտենք, որ մերելներու հարությունը պիտի կատարվի դակավին, և մենք հափշտակություն բարը գործածենք բացատրելու այս մեկը, որ առաջին Կորինթացիս 15:51-52 համարներ մեջ մեզի ներկայացվի, կսե ահա կհայտնեմ ցեզի խորհուրդը, բոլորս պիտի չննչենք, բայց բոլորս ալ պիտի փոխվենք, անմիջապես ակնթարթի մեջ վերջին փողին հնչելու ադենը, որովհետև փողը պիտի հնչե, մերելները հարություն պիտի առնեն առանց ապականության ու մենք ալ պիտի փոխվենք, բայց այս սուտ ուսուցիչները այս խոսքերը որ գսեին կգործանեին անոնց հավատքը, բոլորովին հակառակը Աստվածաշունչին և ընդհանուր մեր հավատքին հիմքին հակառակ ուսուցնունք մներ ասիկա, որ կգործաներ իրենց հավատքը, և Թեսաղոնիկեի եկեղեցին անդամները ցնցված էին, համարի մեջ կարդացինք երկրորդ համարի մեջը, չվրդովիկ, ոչ հոգիով, ոչ խոսքով, վրդոված էին, որովհետև մեկ հույս ունեին, այդ հույսն ալ իրենց մեկ գարնվի, և գասկնան ինչու վրդոված էին, և մենք ալ նույնը պիտի լայինք, եթե մենք ալ Թեսաղոնիկեցերուն տեղը լայինք, և անոր համար Պողոս առաքյալը կգրե այս համարները ասելով, թե դակավին այդ օրը չի ասած, և Քրիստոսի օրը երկրորդ համարի մեջը Քրիստոսի օրը Հիսուս Քրիստոսին քալուստին և անոր քո մեր հավատքի մասին կգրեմ ցեզի, Քրիստոսի օրը եկած որպես թե անոնց սորվեցուցածը գսե այն է, որ Քրիստոսի օրը եկած հասած է, և ասիկա Քրիստոսի օրը, որ մասին խոսի ոստեղը, այն օրն է, որ Հիսուս պիտի վերադառնա իր եկեղեցին համար և եկեղեցին վեր պիտի տանի։ Քոս առաջին համարի մեջ կտեսնենք, որ Պողոս առաքյալը կհանդարտեցնե Թեսաղոնիկեցիներին ասելով, որ մի մտահոգվիկ, մի վրդովիկ, այդ մեկը սուտ է և դակավին Հիսուս չի եկած։ Եվ աստեղեն կսկսի Պողոս առաքյալը մեզի այն միտքերը բացատրել, թե ինչ պետք է ըլլա նախքան Քրիստոսի օրը քալուն, և նախ պետք է բացատրենք խոսենք, թե ինչ է Քրիստոսի օրը, որովհետև չշվարենք, որովհետև Սուրբ Գրքի մեջ Քրիստոսի օրը կա, Տերոջը օրը կա, արդյոք ինչ են այս օրերը։ Քրիստոսի օրը, որ երկրորդ համարի մեջ կարդացինք, կսկսի, երբ որ Հիսուս կվերադառնա իր սուրբերուն համար, որպեսզի իր սուրբերը իր քովը առնե։ Եվ անգևերջը կտեսնենք, թե ինչ կպատահի եկեղեցի մեջը Քրիստոսի ադյանը և կվերջանա, երբ որ Հիսուս կվերադառնա իր սուրբերուն հետ, ինչպես երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:10-ի մեջ կկարդանք, կսե երբ ինքը կա փառավորվելու իր սուրբերուն մեջ ու այդ օրը սկանչացումի առարկա լալու բոլոր հավատացյալներու մեջ։ Ուրեմն միշտ այս օրերուն հետ կապված շվարելիք միտքեր կան, որ կշվարեցնեն, բայց շատ հստակ է, շատ հստակ կբացատրի այստեղը, թե որն է Քրիստոսի օրը և վերջը կկարդանք Տերոջը օրը մասին, Տերոջը օրն այն օրն է, որ նույն ժամանակ կսկսի հափշտակութենեն, բայց գաբ ունի այս աշխարհի վրա պատահելիք բաներուն հետ, որ մեզի Դանիելի 70-րդ շաբաթը կբացատրե, և ինչպես նաև հայտնության մեջ կկարդանք, որ երբ որ եկեղեցին կառնվի վեր,
անգևերջ այս աշխարհի վրա ինչ պիտի լա։ Տերոջ օրը գաբունի Աստուծո փարգության հետ, որ պիտի թափե այս աշխարհին վրա։ Իսկ Քրիստոսի օրը հավատացյալներուն հետ կապված է, որ Քրիստոս պիտի գա, իր եկեղեցին պիտի առնե եւ անգևերջը եկեղեցին կտեսնենք Քրիստոսի ադյան արջը պիտի գայնի եւ Քրիստոս քարնուգին հարսանիքը եւ հավդենականությունը թե ինչպես պիտի լա մինչեւ որ Հիսուս վերաթարնա իր սուրբերն հետ այս է Քրիստոսի օրը որ մասին կխոսի եթե գուզեք կարտացեք վերջը երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:8-ը երբ շատ ավելի պիտի հստականա ցեզի այս բոլոր կարգը թե ինչ պիտի բադայի երբ պիտի բադայի Հոս 7-րդ համարի մեջ երկրորդ Թեսաղոնիկեցիս 7-րդ համարի մեջ գսե որովհետև անօրենության խորհուրդը արդեն կներկործե բայց ամ որ հիմա գզսպե պիտի զսպե մինչև որ ինք վերծվի մեջտեղեն Անօրենության խորհուրդը գաբ ունի անտիքրիստոսի հետ թե հոս Պողոս արկել գսե արդեն անօրենության խորհուրդը արդեն կներկործե որովհետև ժամանակի ընթացքին ների հոգիով անտիքրիստոսի հոգիով շատեր եկած են եւ կացած են ըրած են մեծ քանտիչ գործեր եւ գործանումներ բայց դակավին այդ մեկը որ պիտի կա որ ները ինքն է այդ չէ բադած որովհետև փամը կա որ պետք է լար եւ Պողոս արկելը ադիգը բացադրե այս համարներ մեջ եւ գսե Գորստյան անցը գսե չեմ իշտանում հիմա քիչ վերջը գարտան կամարի մեջ այդ անցը պետք է կա գսե եւ ադի չեղած եկեղեցին պիտի ինա այդ փաստին ուխտաթրջությունը պիտի կատարվի անօրենության խորհուրդը գսե անգլերենով mystery of iniquity որ արդեն կորձի վրա է եւ առաջինովան 2:18-ը մեզի գբացած քիչ ավելի բացատրություն կտա թե ինչ կբադայի աս անօրենության խորհրդի հետ կապված կսեզավակներ վերջին ժամն է եւ ինչպես լսեցիք թե ները պիտի կա արդեն շատ ներեր կան ատկե գտնանք թե վերջին ժամն է հիմա հոս ուրիշ խնդիր մը գծակի երբ Հովանես Արաքյալ գսե վերջին ժամն է վերջին օրերն է եւ մարդիկ միշտ գադագի կամ թե ծաղրանքի գտարցնեսելով քանի դարներ է գսեք որ վերջին օրերն է Տեր Հիսուս չեկավ Ցեզի սեմսուրկի մեջ վերջին օրերը կներկայացնե այն օրը որ Հիսուս եկավ ծնավ այս աշխարհ եւ մինչեւ Հիսուսի երկրորդ քալուստը որ իր սուրբերն է պիտի կա վերջին օրերը այս ընդհանուր պատմական շրջանն է անգե առաջ օրենքի շրջանը դարբեր շրջաններ անգե վերջ սուրբ գիրքը մեզի կսորվեցնե թե վերջին օրերը սկսան Հիսուսի աշխարհ կալեն վերջ հիմա վերջին օրերուն մեջ վերջին ժամանակները կա եւ մենք այսօր վերջին օրերուն վերջին ժամանակներում մեջ կգտնվենք որովհետեւ կտեսնենք այս ինչ որ ոստեղ բոսարակալ գրե կգադարվի մեր ժամանակներում մեջ եկեղեցին ուխտաթրջությունը որը մասին այս մի քանի շաբաթները միասին խոսեցանք Ոս կարևոր բանը գա այս 7-րդ համարի մեջ երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:7-ի մեջը գսե բայց որովհետև անօրենության խորհուրդը արդեն կներկործե բայց ան որ հիմա գզսպե պիտի զսպե մինչև որ ինք վերծվի մեջտեղեն որում մասին է որ գխոսի եւ պիտի վերծվի գսե ասի մեջտեղեն եթե վերծվի այն ադեն այս անօրենության խորհուրդը պիտի կատարելության ասնի ներին մեջտեղ կալովը եւ ինքսինքը ներկայացնելով բոլոր աշխարհին բայց ան հիմա գզսպե գսե այդ ան բար որոն데 գործած է Սուրբ Օքին հետ կապած բար մնե որ նաեւ գտեսնենք Հովանու 14-ին մեջը Հովանու առաջին Հովանու 4:3-4 գսե իսկ ամեն հոգի որ չի թավանիր թե Հիսուս Քրիստոս մարմինով եկավ Աստուծո մեջ է եւ այս է ների հոգին
որում մասին լսեցիք, թե պիտի գա, եւ արդեն աշխարհի մեջ է։ Դուք Աստուծո եք որդյակներ, եւ հաղթեցիք անոնց, որովհետեւ ան որ ձեր մեջ է ավելի մեծ է, քան ան որ աշխարհի մեջ է։ Որում մասին կխոսի ոստեղը։ Ան որ ձեր մեջն է, մեր մեջը ով կա, Աստուծո հոգին, Սուրբ հոգին ունենք, բոլոր վերստին ծնած հավատացյալներ Աստուծո հոգին ունին, եւ ան որ ձեր մեջն է գսե, ավելի զորավոր է, դուք անոր միջոցով կհաղթեք։ Եվ հիմա եթե երթանք այս 7-րդ համարին, որ գսե, բայց ան որ հիմա կզսպե, պիտի զսպե մինչև որ վերցվի մեջտեղեն, ուրեմն ասի գաբ ունի հավատացյալներուն հետ, որոնց մեջ կփնագի Աստուծո հոգին, երբ հավատացյալները վերնան, հափշտակությունը կդարվի, այն ադեն է, որ ների հոգին ազատորեն պիտի շարժի։ Ոս առաջին Հովաննի մեջ ասավ, ով որ չի տավանիր Քրիստոսը մարմինով եկած է, Աստծո մեջ է, եւ այս ների հոգին է։ Հիմա մենք չենք հասկնար, բայց մեր աղոթները, մեր Աստուծո գամքը փափակիլ կատարելը, որքան կզսպե այս աշխարհը, որբեսի չափազանցության չերթա կամ թե չգործանի, բայց երբ որ եկեղեցին վերնա, աղոթները վերնան, Սուրբ հոգին, որ հավատացյալներու միջոցով կգործեր, հոն չլա, այն ադեն է, որ այս ազատությունը պիտի լա, որ ների հոգին ուզածին պես շարժի եւ անտիքրիստոսը մեջտեղ կա եւ ուզածը ընե։ Մեկ կարևոր բանը այս Հովաննու 4:3-4-ին մեջ է գսե, դուք հիմա գսե, դուք Աստուծո եք որդյակներ եւ հաղթեցիք անոր, որովհետեւ ան որ ձեր մեջ է ավելի մեծ է, քան ան որ աշխարհի մեջ է։ Սուրբ հոգին, որ մեր մեջն է, մեզի հաղթություն կտա մեղքին վրա եւ այս աշխարհին վրա։ Բայց երբ որ եկեղեցին վերնա, որում մեջ կփնագի Սուրբ հոգին, Աստուծո հոգին, ամեն հարցը պիտի փոխվի, որովհետեւ կգարտանք թե հայտնություն 11-յոթի մեջ, թե հայտնություն 13-յոթի մեջ, որ այն ադեն հաղթությունը պիտի թարնա սատանային, պիտի թարնա անտիքրիստոսին, կսե երբ ավարտեն իրենց վկայությունը, երկու վկայներու մասին կխոսի, որ գրակ կփերեին աշխարհի վրա եւ անոնք որ հագարակ էին Աստուծո կչարչարվեին, կսե այն ադեն անթունթեն փարսացող կազանը պիտի պատերազմի անոնց հետ, պիտի հաղթե անոնց եւ պիտի մերցնե զանոնք։ Կտեսնենք, որ ոստեղը սատանան եւ իր գործագիծները անտիքրիստոս եւ սուտ մարգարեն պիտի հաջողին, երբ որ եկեղեցին առնված է, պիտի իրենք հաղթություն տանին։ 13-յոթի մեջ կսե անոր իշխանություն դրվեցավ սուրբերուն հետ պատերազմելու եւ հաղթելու անոնց։ Անոր իշխանություն դրվեցավ բոլոր դողմերուն ու ժողովուրդներուն ու լեզուներուն եւ ասկերուն վրա։ Կտեսնեք, զսպելը ինչ է, ինչ կբադայի, զսպողը ով է եւ ինչ բանն է, որ կզսպվի։ Չարությունը գլուխը պիտի առնե երթա, երբ որ այլևս եկեղեցին եւ եկեղեցին զորությունը, որ Սուրբ Հոգին է, այս աշխարհը վերնա։ Եվ ճիշտ այս բանը չի պատահած, կսե այս ուխտաթրջությունը պիտի սկսի, պիտի հայտնի ելլա եկեղեցիներն ներս։ Սամոս 2:1-13 կխոսի, թե ինչ քաոսային վիճակը պիտի ըլլա, երբ որ Սուրբ Հոգին եւ եկեղեցիները հավատացյալները վերցվին այս աշխարհին։ Ինչու է թանոսները խռովություն կունեն ու ժողովուրդները բարապան կմտածեն, երկրի թագավորները ինքնին կհաստատեն եւ ոչխար իշխանները մեկտեղ խորհուրդ կնեն Տերոջը թեմ անոր օձյալին թեմսելով կոդրենք անոնց կաբերը ու մեզ ցկենք անոնց լուծը։ Եթե գարտակ երկու վկաներուն պատմությունը, որքան հագարագություն պիտի լա այս երկու վկաներուն, որ
առաջին 3.5 տարիներուն մեծ նեղության պիտի աշխարհի վրա ապրին եւ ծառայեն ավետարանը կարոզեն եւ երբ որ մերձվին պիտի իրենց Christmas-ի բեսլա ծնունդի celebration դոն պիտի իրարու նվերներ պիտի գրգեն պիտի ուրախանան որ աս երկուքը մերան եւ պիտի ուզեն ամեն ինչ ունել որ ոչ մեկ աստվածային աստեցություն մնա այս աշխարհի վրա եւ գրնակ երևակայել ինչպիսի դեմը պիտի լա այս աշխարհը Հիսուսի քալստյան մասին որ մենք կգարտանք հապշտակության օրը Սուրբ Գիրքը մեզ կներկայացնե որպես Հիսուս պիտի կա քողի վես եւ այդ կնշանակե թե անագնգալ պիտի լա այդ մեկը գարտանք առաջին Թեսաղոնիկեցիս 4:15-17 կսե քանի որ նույն ինքն դերը պիտի իջնե երկինքեն աստարարության հրամանով ռեշտակաբեդին ցայնով եւ Աստծո փողով Ունախ Քրիստոսով մեր ազները հարություն բիդարնեն, ապա մենք ողջ մնացողներս անոնց հետ պիտի հապշտակվենք ամբերով դերը թիմավորելու օդի մեջ եւ այդպես դերոջ հետ պիտի լանք հավիտյան, հետեւաբար մխիթարեցեք իրար այս խոսքերով։ Հոստեղը ինչպես Հիսուսալ երբ որ իրեն արծուցին, սա կողիբես պիտի կա, այսինքն ժամանակը պիտի չի գծվի, բայց մենք Ճիշտ օրը չենք գիտեր, բայց գիտենք մոտավորապես երբ կամ ինչ բաներ պետք է ըլլային Հիսուս շատ բաներ սավ եւ այս ուխտատրժությունը անոնցմե մեծակույնները մեկն է որ այսօր կտեսնենք ինչպես եկեղեցին երթալեն սխալ տեղեր երթա եւ ճշմարիտ ուղղափառ վարդապետություններ մեկոնց կած երթան սուտ վարդապետություններու յետևեն Եվ մեր օրերն են, որ մեջ կբադային այս մեկը։ Երկրորդ Տիմոթեոս 3:4 կսե որովհետև պիտի կա այն ադենը, երբ պիտի չհանդուրժեն ողջամիտ վարդապետության, հապա իրենց ականջներուն մարմանչով ու ցանկություններուն համաձայն վարդապետներ պիտի կուտակեն իրենց համար, իրենց ականջները պիտի դարձնեն ճշմարտութենեն եւ պիտի խոդորին հետևելով արասպելներու եւ ասիկա որքան ճշմարիտ է այս օրերս որոնց մեջ մենք կապրենք երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3-ի մեջ ուրիշ բամնագսե սե ոչ մեկը թող խապեցես որևէ երբով որովհետեւ այդ օրը պիտի չկա եթե նախ չկա ուխտաթրջումը եւ չհայտնվի մեղքի մարդը գորուստի որդին եւ այսօր մասին մենք նորեն կտեսնենք հայտնության մեջ ներողություն Դանիել գրքի մեջը որ ինչպես անշուշտ հայտնության մեջ ալգա այսօր մասին գրված ուրեմն այս ուխտաթրջությունը որ բադահի ադոր հաջորդողը բիդիլա գորստյան որդին հայտնվիլը եւ երևիլը գորուստի որդին սե մեղքի մարդը ինքսինքը պիտի ներկայացնե որպես փրկիչ մեսիա եւ աշխարհի փրկիչը եւ ամեն մարդ պիտի հոժարի իրեն հետևիլ որովհետեւ աշխարհը այնպիսի վիճակի մեջ պիտի լա որ պիտի սեն մեկը թող մեզի աս վիճակեն ազատե ով գլա ինչ կուզե եթե լուծում ունի մենք պատրաստ ենք անոր հետևելու եւ այդ ծեվով պիտի մարդիկ հետևին Չորրորդ համարի մեջ երբ կշարունակե ասիկա կարգն է որ մեզի կսորվեցնե սե պիտի հագարագի երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:4 սե պիտի հագարագի եւ բանձացնե ինքսինք ամեն բան է վեր որ Աստված կգոչվի կամ կբաշտվի մինչեւ անգամ պիտի բազմի Աստծո դատարի մեջ ներկայացնելու ինքսինք իբր Աստված ուրեմն երբ որ այս ները կա առաջ խաղաղության իշխան Հիսուսի անունը նորեն որպես խաղարարար
փրկիչ պիտի կա եւ հետո գսե 3.5 տարին վերջը ինքնին Աստված պիտի գոչե դաջարի մեջ պիտի նստի եւ պիտի ուզե որ ամեն մարդ իրեն պաշտե երբ որ Հիսուս վերադառնա երկրորդ քալուստը ոչ թե հապշտակություն երբ որ Հիսուս վերադառնա այս շրջանը պիտի կոչվի եւ Հիսուս որ վերադառնա այս անգամ որպես վրեժ պիտի կա որպեսի վրեժ առնե ոչ թե որպես փրկիչ խոնար խաչ ելլո մեկը զոհվող մեկը այս անգամ որպես թագավորած պիտի կա եւ իր վրեժը պիտի առնի երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:8 գսե փոցավար գրագով վրեժ առնելու անոցմե որ չեն ճանչնար Աստված եւ չեն հնազանդիր մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի ավետարանին ասե որ կսպասե ասկե վերջը եւ գարտանք երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:ի մեջ այն ադեմ պիտի հայտնվի այդ անօրենը որ Տեր Հիսուս պիտի սպարե իր փերանին շունչով եւ պիտի ոչնչացնե իր քալուստին փայլովը Փարքլա Հիսուսին Փարքլա Աստծո այդ օրվան համար որ մենք հապտակված լալով հոսպիտի չտեսնենք բայց ադիգա պիտի լավ վերջը սատանային ներին եւ սուտ մարգարեին որ երեքը միասին այս աշխարհը դակնու վրա պիտենեն բայց անգե կարևոր այդ է որ մենք տեսնելով թե մեր շուրջը ինչ կբադահի մենք օրեօր ավելի սրբագործության յետևել լալով պատրաստվենք այն օրվան որ Հիսուս պիտի գա եւ իր սուրբերը իր կողմը դիանե Տերը օրհնե բոլորին